Այսօր հանրահավաքի ձեր սպասումները արդարացրեցին։ Ես ճիշտն ասած չէի իմանում, որ հանրահավաք է։ Բայց մասնակցում էիք հանրահավաքի։ Եկա տեսա ժողովուրդ հավաքված ուղղակի, այդքան բան։ Աջակցում եք Ալիկ Սարոկյան։ Համե։ Աջակցում եք այսօր ելույթ ունեցավ իր ներկայացրած։ Ես ասեմ ձեզ, ես ամենայն դեպս իրեն համարում եմ Աստվածատուր։ Աստված իրան բնական շնորհ է տվել։ Չեմ կարող ասել ինքը ես իմ գիտությունների դոկտոր կամ պրոֆեսոր, բայց բնականից ինքը կարողանում է կազմակերպել գործունեություն եւ իշա ժողովրդի շատ բաներ արել։ Մոտավորապես գիտեմ շատ։ Այդքան բան։ Իսկ ինչպիսի Հայաստան եք պատկերացնում հունիսի 7-ից հետո։ Ես կուզեի Հայաստան, որտեղ սուտը եւ խաբեությունը վերանար, չլիներ։ Ինչ եք կարծում այսօր բայց Այո։ Այո։ Եթե ասում են մի բան ու խաբում են, չեն ասում, անում, դա սուտ չի։ Ես ինքս հին մարդ եմ, հա, շատ բան տեսած կյանքում։ Եվ 20 տարուց ավելա թոշակառու եմ։ Եվ թոշակի զուգահեռ անեկդոտներ եմ հավաքում, ստեղծում, իմ ստեղծածներն էլ կան, էլի։ Մասնավորապես մի հատ պատմեմ խոսքի օրինակ։ Ես աշխատել եմ ներքին գործերի նախարարության համակարգում, թոշակի եմ գնացել 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունից։ Ուրեմն այդ թվերին հոսանքը շղթայական էր 2 ժամով, բայց գիշերվա ժամը 2-ից մինչև առավոտվա 6-ը, այդ 4 ժամը ընդհանրապես չկար։ Մնացած բոլոր 2 ժամերին ՄՎԴ-ն, ԿԳԲ-ն եւ նախագահականը հոսանք ունեին։ Իմ ենթակա աշխատողներից մեկը նստեց վերելակ, որ իջնի, հոսանքը գնաց, վերելակը մնաց 6-րդ, 7-րդ հարկերի արանքում։ 6-ից հնարավոր չէր, որ դուրս գար, շատ նեղեր արանքը, 7-ում էլ պետք է մենք քաշեինք, անեինք, ես ինքս մնացի 7-ում, մտածելով, որ հանգարց Աստվածաշանի հոսանքը միանա, հանգարց աշխատողը չմնա լիֆտերի արանքը, հրեմ գցեմ լիֆտի մեջ, կյանքը պրկելու համար։ Այդ ժամանակ մի աշխատող եկել էր ու ոտքով եկավ հասավ 7-րդ հարկ։ Հավաքված էինք, ինձ մոտեցավ, ասեց, Շերջան, մարդ է մնացել լիֆտի մեջ։ Ասի, հա, բա եթե մարդ չի մնացել, խո դեբիլ չենք, ինչի ենք հավաքվել։ Չի ասեց, խի եմ հարցնում, որտեղ մի հոգ էլ 6-րդ հարկում է մնացել։ Դուք նշեցիք նաև, որ թոշակառու եք այժմ։ Տեսեք, օրինակ այսօր շատ հաճախ լսում ենք, որ իշխանությունը անընդհատ օրինակ է բերում դա, որ կենսաթոշակառուների թոշակն է բարձրացել, ապահովագրության, առողջապահության ապահովագրությունն է մտցրել համակարգ։ Գիտեք, հա, թոշակառու եմ, թոշակն էլ ստանում եմ, բայց այսպես ասած, այս անցված թոշակը ամսի 1-ից եկել է, իհարկե ես հետո եմ իմացել, բայց կարող եմ ցույց տալ, որ ինձ նամակը չի եկել, որ թոշակը եկել է։ Հավականացնում ա ձեզ ձեր կենսաթոշակը։ Համե։ Հավականացնում ա ձեզ։ Իմս մի քիչ բարձրոտ է, հա, որպես ներքին գործերի նախարարության համակարգի։ Բավականացնել չի կարող, որտև ներողություն
Ես, ասենք, այսօր որտեղ որ ապրում եմ, այդ բնակարանը դեռ նախկին իշխանությունների ժամանակ սովետական իմ հայրն է ստացել։ Ես որպես ժառանգություն եմ ստացել։ Եւ դրանից հետո այս իշխանությունները այդ բնակարանի վրա գոնե մի հատ մեղ չեն ավելացրել, բայց բռնում են գույքահարկ են թանկացնում, որ ինչ են արել, որ գույքահարկ են թանկացնում։ Եվ բացի դա գոյություն ունի սենց բան, որ ցանկացած նոր հրամանագիր հետին ուժ պետք է չունենա։ Եթե այսօր իրանք գույքահարկ են թանկացնում, դա պարտավոր են անել գույքահարկը նոր ձեռք բերողին։ Այսինքն ես ապրում եմ այս տանը, դու բան չես արել, ինձ վրա գույք ես թանկացնում, հա։ Դրա փոխարեն երբ որ ես կծախեմ, նորը կգա կառնի, թող նա արդեն նոր գնով վճարի։ Սենց բան կա էլի, օրենքը հետադարձ ուժ պետք է չունենա։ Դες